Հայաստանի Հանրապետության քաղաքացին նոկդաունի է ենթարկել Կիրիենկոյի գրպանային թեկնածուներին Հայաստանի Հանրապետությունում եւ ուշքի չեն գալիս, նաշադիր կարող են մոտեցնել նրանց, թող մի քանի անգամ շնչեն, արտաշնչեն, մի հատ թափ տան, սառը լվացվեն, անհրաժեշտության դեպքում պաղջուր նստեն ու հաշտվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշման հետ։ Մնացածը լոլոներ են, ինչպես որ լոլոներ էր 300,000 ադրբեջանցիների կեղծ թեզը, ինչպես այդ լոլոների պատասխանը դեռ պետքա տան այս ուժերը։ Այս ուժերի այն համակիրները, ովքեր ներքաշված էին ընտրակաշառքներ բաժանելու մեջ, դրանք էլ պետքա տան։ Վստահաբար հակակոռուպցիոն կոմիտեն, իրավապահ այլ մարմիններ post factum դեռևս փաստեր կվերհանեն եւ ձերբակալվածների թիվը առնվազն կեռապատկվի, եթե չասենք տասնապատկվի, որովհետեւ մասշտաբները սարսափելի էին։ Իսկ թե նրանք ինչ կասեն իրենց համակիրներին, դե պետքա խափեն։ Ինչ պետքա ասեն, պետքա դուրս գան, մի բան խափեն, մի ձև պտտեցնեն, գնան նստեն ազգային ժողով, Նիկոլ Փաշինյանից աշխատավարձ ստանան։ Բայց հայտարարում են Հայաստանի Հանրապետության ավելի ճիշտ պետբյուջեից աշխատավարձ ստանան չաշխատելու համար։